Զոյան, Հայաստանի իշխանությունը երբևէ կարող է քննարկման առարկա դարձնել հավելյալ պահանջները, որ Ադրբեջանը ներկայացնում է, մասնավորապես ադրբեջանցիների այստեղ գալու բնակվելու հետ կապված, որովհետև հետևողականորեն իրեն գործընթաց են անում, վերջերս Ստամբուլում կոնֆերանս իրականացրեցին եւ ինչպես եք բացատրում այս քայլերը, որոնք իրականացվում են։ Ուրեմն այդպիսի հարց երկու երկրների հարաբերություններում ոչ իրենց կողմից, ոչ մեր կողմից չկա, օրակարգում չկա եւ չի քննարկվում։ Իսկ այն ինչ որ մենք լսում ենք այդ թվում եւ արևմտյան Ադրբեջանի ուրեմն խոսույթի շրջանակներում, մենք ուղղակիորեն ընկալում ենք որպես սպառնալիք Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությանը։ Իհարկե մենք այս մասին ադրբեջանական կողմին ասում ենք, այդքանը։ Հիմա որ Դրանք քոշումը չեն կիսում, բայց Դողանի ներգրավվածությունը, հայտարարությունները այս Վերջի բանը, որ ես հիշում եմ, օրինակ Թուրքիայի անվտանգության խորհրդի նիստի արդյունքներով արված հայտարարություններ են մասին, որ Թուրքիան կոչ անում եւ կարեւորում է խաղաղության պայմանագրի շուտապույտ ստորագրումը։ Ես ինչպես կարող եմ ամբողջ ասածը քիչ առաջ դա էր, հետեւաբար ես չեմ կարող վատ վերաբերմունք ունենալ։ Միևնույն ժամանակ կոնֆերանս են անում միջազգային այս հարցով, արևմտյան Ադրբեջանի մասին են խոսում, վերադարձի մասին, իրավունքների մասին։ Ինչպես է սա, ինչ բացատրություն ունի։ Մենք մեկ-երկու դեպք իհարկե նայել ենք եւ եթե ես ճիշտ եմ հիշում, Թուրքիայի իշխանությունների կողմից կազմակերպած միջոցառումների մասին չէր խոսքը, մասնակցության հարց կար, բայց այս հարցերը մենք քննարկում ենք թուրքական կողմի հետ ձեզ էլ խոստացել։